Իսկ հիմա անդրադառնանք արդեն մայիսի 9-ին տոնվող մի շատ կարևոր օրվա, ինչի մասին քիչ առաջ նույնպես խոստացել ենք, որ պետք է անդրադառնանք։ Ուրեմն այսպես, ամեն տարի մայիսի 9-ին, սիրելիներս, Եվրոպան նշում է իր ամենախորհրդանշական տոներից մեկը՝ Եվրոպայի օրը։ Այն նշանավորում է խաղաղությունը եւ միասնությունը։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալում ենք հատուկ հյուրի Հայաստանում Եվրոպական միության դեսպան Նորին Գերազանցություն Վասիլիս Մարագոսին։ Դեսպանի հետ խոսելու են Եվրոպայի օրվա նշանակության, ինչպես նաև Հայաստանի եւ Եվրոպական միության միջև զարգացող գործընկերության մասին։ Բարի լույս, պարոն դեսպան, եւ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բարի լույս բոլորին։ Հրաշալի։ Պարոն դեսպան, ամեն տարի մայիսի 9-ին Եվրոպայում նշվում է Եվրոպայի օրը։ Կպատմեք, կխնդրեմ, թե ինչ է խորհրդանշում այս օրը եւ ինչու է այն նշվում հենց մայիսի 9-ին։ Մայիսի 9-ին 1950 թվականի Աշխարհի երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Դուշումանը շատ կարևոր հռչակագիր հայտարարեց, որ բոլոր թշնամիները պետք է միանան եւ պետք է ստեղծեն համերաշխություն միմյանց շուրջ, պողպատի եւ ածխի թեմայի շուրջ, ինչպես նաեւ եւ սա դարձավ այն ամենի սկիզբը, ինչ այսօր մենք տեսնում ենք որպես Եվրոպական միություն։ Մենք տեսնում ենք հիմա այդ միասնությունը, որը գերիշխում է։ Այն ամենը, ինչ մենք անում ենք միասին, նույնպես շատ կարևոր է, ոչ միայն մենք ներսում, այլ նաեւ գործընկերների հետ։ Օրինակ Հայաստանի հետ մենք շատ ենք աշխատում խթանելու խաղաղությունը, բարեկեցությունը եւ ճանաչելու յուրաքանչյուրի տեղը Եվրոպայում եւ օգնելով երիտասարդներին, բիզնեսներին եւ դարձնելու կյանք ավելի լավը։ Հրաշալի, վերջերս Երևանը հյուրընկալեց նաև Եվրոպական միություն Հայաստան գագաթնաժողովը, ինչ նշանակություն ունի այս իրադարձությունը Հայաստանի համար եւ մասնավորապես մեր քաղաքացիների համար։ Շատ կարևոր միջոցառում էր սա, առաջին անգամ էր, երբ Հայաստանը հյուրընկալեց նման մասշտաբի միջոցառում Եվրոպայի առաջնորդներին բոլոր այստեղ եւ նաեւ ունեցան Կանադայի նախագահի ներկայությունը այստեղ գագաթնաժողովի ընթացքում քննարկեցինք, թե որ փուլում է գտնվում մեր համագործակցությունը եւ ինչպես այն ավելի շոշափելի դարձնել, ինչպես գործել որոշումների շուրջ, որոնք ավելի կօգնեն Հայաստանին դառնալ ավելի լավը, ավելի բարեկեցիկ եւ ապահով վայր քաղաքացիների համար եւ ստեղծել նոր հնարավորություններ ոչ միայն երիտասարդների համար, այլ բոլորի համար։ Մենք ստորագրեցինք կապակցվածության գործընկերություն, մենք ներկայացրինք, փոխանցեցինք ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին առաջընթացի զեկույցը վիզաների ազատականացման շուրջ եւ հայտարարեցինք նաեւ նոր ծրագրեր տրանսպորտի, էներգետիկայի, մարդկանց միջև շփումների ոլորտում եւ շատ կարեւոր մշակույթի ուղղությամբ, ինչպես նաեւ թվային կապակցվածության եւ արհեստական բանականության ուղղությամբ, սրանք բոլորը Հայաստանի համար շատ կարեւոր ծրագրեր են եւ Եվրամիության համար նույնպես կարեւոր է եւ առաջնորդների ներկայությունը, նախագահ Կոշտայի, նախագահ Ֆոն դեր Լայենի ներկայությունը ցույց է տալիս այս համերաշխությունը, որ մենք ունենք միասին աշխատելու ուղղությամբ։ Խոսենք նաև Հայաստանում Եվրամիության կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերի մասին եւ մեկ հարց, որը մեծապես հետաքրքրում է երիտասարդներին եւ ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ։ Այո, երիտասարդությունը շատ կարևոր է, ոչ միայն ապագան է, դա նաև ներկան է երկրի։ Երիտասարդներն ունեն անհրաժեշտ էներգիան եւ կարող են ստանալ կրթություն եւ ստանալ նպաստել ավելի բարեկեցիկ հասարակության կառուցմանը եւ դարձնել երկիրը ավելի դիմակայուն։ Մենք շատ ենք աշխատում երիտասարդների հետ, մենք ունենք ծրագիր, որը կոչվում է երիտասարդ եվրոպական
դեսպաններ։ Այդ ծրագիրը ամեն տարի փոխում է իր շահառուներին եւ տարբեր նախաձեռնություններ են իրականացնում ամբողջ Հայաստանում եւ նաեւ մարզերը ներառյալ եւ Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում շատ կարևորում է ծրագրեր, որոնք իրականացում են երիտասարդների կողմից։ Մենք նաեւ իրականացնում ենք ավելի կոնկրետ ծրագրեր երիտասարդների համար մարզերում հատկապես ուզում եմ ընդգծել մեր երիտասարդական կենտրոնները Մեղրույում, Սյունիքի մարզում։ Մենք աջակցություն ենք ցուցաբերել ավելի քան 1 տարի շարունակ այդ ծրագրին։ Ես ինքս այցելել եմ Մեղրի անցյալ տարի, հանդիպել եմ այս երիտասարդներին, շատ տպավորված էին նրանց էներգիայով եւ նրանց հետաքրքրվածությամբ եւ ուշադրությամբ եւ ցանկությամբ ավելի շփվելու իրենց հասակակիցների հետ Եվրոպայում։ Ինչպես գիտեք, Սյունիքային մարզերից մեկն է, որտեղ մենք մեծ ծրագրեր ենք իրականացնում ուշադրությունը կենտրոնացնելու, մասնավորապես 250 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրվում, մասնավորապես Գորիսում մենք ծրագրերի միջոցով աջակցում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Մենք չենք աշխատում միայն երիտասարդների հետ, մենք նաև աշխատում ենք նաև այն անձանց հետ, ովքեր մարտահրավերներ ունեն ամբողջ աշխարհում։ Վիզաների ազատականացումը շատ կարևոր ծրագիր է Հայաստանի քաղաքացիների համար։ Երկխոսությունը մեկնարկել է փոքր քիչ շուտ քան 1 տարի առաջ եւ ամենակարևորն այն է, որ նոր բաղադրիչը, որ առաջընթացը այն է, որ ներկայացվեց առաջին առաջընթացի զեկույցը, որը փաստագրում է, թե ինչ առաջընթաց է ձեռք բերվել։ Եվ սա վիզաների ազատ վիզա ռեժիմը թույլ է տալուս մեր հասարակություններին ավելի հաճախ այցեր կատարել Եվրոպա եւ հանդիպել իրենց քաղաքացիներին, իրենց ընտանիքի անդամներին եւ ունենալ տարբեր ներգրավվածություն Եվրոպայի հետ։ Այն առաջընթացը, որ մենք տեսնում ենք, ես համոզված եմ, որ շատ երկար չի տևելու, մինչ վիզաների ազատականացման գործընթացը ավարտի հասցվի եւ արդեն առաջընթացի զեկույցում ներկայացված է, թե ինչ ձեռքբերումներ կան, ցանկանում եմ նաեւ ընդգծել, որ կարևոր է մեր գործընկերությունը։ Այն առումով, որ Հայաստանը միակ երկիրն է, ում հետ Եվրոպական միությունը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն ներկայում։ Հրաշալի։ Պարոն դեսպան, ինչպես եք ձեզ զգում Հայաստանում։ Հայաստանում In Armenia զգում եմ հրաշալի, I feel սիրում եմ Հայաստանը եւ սովորում եմ հայերեն։ Շատ լավ է ձեզ մոտ ստացվում։ Իսկապես։ Ու արդեն քանի տարի է որ դուք Հայաստանում եք։ I'm here for more than 2 Ես years. այստեղ եմ ավելի քան 2 տարի եւ հույս ունեմ կշարունակեմ մնալ եւս 1 կամ 2 As long as տարի։ I'm here, I will Այնքան ժամանակ, որ այստեղ եմ լինելու, շարունակելու եմ սիրել եւ սովորել հայերենը։ Ձեզ մոտ շատ լավ է ստացվում։ Շնորհակալություն պարոն դեսպան, որ մեզ հետ սկսեցիք օրը, առավոտյան այս կարևոր հատվածը եւ շնորհակալություն նաեւ հարցազրույցի համար։ Իսկ մենք, սիրելի հեռուստադիտողներ, ուզում ենք ձեզ հիշեցնել, որ Եվրոպայի օրն արդեն մոտենում է, կարող եք միանալ մեզ մայիսի 10-ին ժամը 16:30-ին Երևանի Ազատության հրապարակում միասին նշելու Եվրոպայի օրը։ Պարոն դեսպան, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Իսկ մենք երաժշտական դադար Այո, եւ շարժվենք առաջ։